Խստացվում է ավտոմեքենաների գազաբալոնի ստուգում վկայագրումը վարորդներին տեղեկացնում են ոլորտը կանոնակարգող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։ Ինչ ճնշման դիմանա որքան մաշված լինի, բոլոր պահանջները նույնն են մնում, նորությունը վերաբերում է կայանին։ Մարտի 28-ից սկսած կատարած աշխատանքը նրանք պարտադիր պետք է նաեւ նկարահանեն։ Գազաբալոնների պարբերական վկայագրման պրոցեսը տեսանկարահանվում է եւ սահմանվել է ուրեմն նվազագույն ժամկետը, որ պետք է պահպանվի արտադրական բազայում, դա 6 ամիսն է։ Գազաբալոն վկայագրող կայանը մինչև հիմա էլ էր պարտավոր տեսախցիկ ունենալ, բայց քանի որ օրենքը տվյալ բիզնեսներին չէր պարտադրել ավտոները պատշաճ սպասարկելու վիդեոները պահել որպես ապացույց, ուսումնասիրել, պարզել են տնտեսվարողների մի մասը կիսատ պռատ երբեմն առանց ավտոն տեսնելու թուղթ է ծախում, արձանագրում է նախարարության ներկայացուցիչը։ Հաճախ առանց համապատասխան ծառայության մատուցմամբ տվյալ տրանսպորտային միջոցը մտցվում է գազաբալոնների շտեմարան։ Խախտումները կանխելու նպատակով ԱԳԼՃԿ-ների համար էլ պահանջ սահմանվեց, որ մեքենան գազաբալոնի ստուգման թուղթ չունենա, չլիցքավորեն, բայց դա էլ չօգնեց, այնպես որ երկիրը ստիպված է անցնել ավտոների տեղզնման կայաններում արդեն փորձած հաջողված մեթոդին։ Տրանսպորտային միջոցի հետ կատարվող ամբողջ գործընթացը տվյալ դեպքում բալոնի ճնշաչափումից մինչև սնման համակարգի հերմետիկության ստուգում մարտի վերջից պետք է իրականացվի տեսախցիկների տեսադաշտում։ Տեսագրության մեջ պետք է արտացոլվի տվյալ տրանսպորտային միջոցը, համարանիշը եւ պարբերական վկայագրման ողջ պրոցեսը։ Վիճակագրության համաձայն Հայաստանում այժմ գործում է ավտոմեքենաների գազաբալոնի պարբերական վկայագրում իրականացնող 104 լիցենզավորված կայան։ 10 տնտեսվարողի գործունեություն այս ընթացքում կասեցվել է, 9 դատական պրոցեսի մեջ են։ Ընդ որում, եթե 2019-22 թվականներին ըստ տեղզնման բազաների երկրում շահագործվում էր միջինը 302,000 տրանսպորտային միջոց եւ այդ ընթացքում գրանցվել է գազի պատճառով ավտոմեքենայի 11 պայթյուն, բալոնի ստուգումներից հետո 2023-25 թվականների միջինը 495,000-ի հասած մեքենաների պարագայում ունեցել ենք միայն 10 պայթյուն, ասում է Ստեփանյանը։ 10 պայթյունը, դրանց մեծ մասը կատարվել են տվյալ գազաբալոնը վկայագրված չի եղել։ Մեքենատիրոջ գույքի վնասվելու, բալոնի պայթյունի պատճառով ընդհուպ մահանալու ռիսկերը նվազեցնելու պատճառով պետությունը լրացուցիչ պահանջ է սահմանում տնտեսվարողի նկատմամբ, մարդիկ դժգոհում են, թե բարդացրի գործընթացը, ասում է Պաշտոնյան, այնինչ վարորդներն իրենք պետք է առաջին պահանջողը լինեն։ Վճարում են ծառայության դիմաց եւ ստիպեն նրանց պատշաճ ծառայություն մատուցել։ Եվ սեղմված եւ հեղուկ գազով ավտոբալոնները Հայաստանում 2 տարին մեկ պետք է վկայագրում անցնեն։ Հերմինե Բաղդասարյան, լուրեր։